Ողջույն իմ ամենասիրելի աղջիկներին, ինչու՞ չէ նաև տղաներին, նայած ով է իմ լսարանը, ես չեմ սահմանափակվում։ Այսօր կխոսենք մի հետաքրքիր թեմայի մասին, որի անունն է մեր նպատակները եւ երազանքները։ Մեր նպատակները հաճախ կարող են լինել մոլորություններ։ Հաճախ մենք ունենում ենք նպատակներ, որոնք մեր իրական նպատակները չեն։ Դրա համար ես հիմա կտամ մի տեխնիկա, որը կիրառելով դուք կսկսեք հասկանալ ձեր իրական ցանկությունները, նպատակները, այն ինչ դուք ուզում եք կյանքից, եւ միգուցե կսկսեք շարժվել այդ ուղղությամբ։ Առաջարկում եմ ունենալ տետր, դա առաջարկում եմ իմ բոլոր վիդեոներում, որովհետեւ այն մարդը, ով աշխատում է ինքն իր հետ, պետք է ունենա տետր։ Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր ասեն, որ չեն սիրում ունենալ տետր, չեն սիրում գրել, սիրում են ամեն ինչ անել մտքում։ Իհարկե, դա ձեր ընտրությունն է, բայց հավատացեք ինձ, առանց տետր էֆեկտիվությունը ձեր արած աշխատանքի ուղղակի պակասում է։ Եվ այսպես, ենթադրենք դուք ունեք տետր։ Վերցնում եք տետերը եւ գրում եք ներկա ժամանակով այն ամենը, ինչ դուք ուզում եք ունենալ։ Այն ամենը, ինչ դուք ուզում եք ունենալ, սկսում է ձեր մարմնից։ Առաջին տեղում դուք եք եւ ձեր հարաբերությունները ձեր մարմնի հետ։ Ինչու եմ սա շեշտում։ Ձեր առաջին եւ հիմնական տունը, որտեղ դուք ծնվել եք եւ ապրում եք, դա ձեր մարմինն է։ Տիեզերքը տեսնում է, այն կույր չէ, եւ այն տեսնում է, որ այն մարդը, ով իրենից ուզում է ենթադրենք տուն, լավ չի վերաբերվում իր իսկական տանը։ Ուրեմն, առաջին տեղում մենք սկսում ենք գրել մեր երազանքներն ու նպատակները կախված մեր մարմնի հետ, բայց ներկա ժամանակաշրջանով։ Օրինակ, ես ունեմ առողջ մարմին։ Իմ մարմինը իրեն լավ է զգում։ Չի զգում հոգնածություն, ունի լիքը էներգիա, լիքը ռեսուրսներ, իմ հոգին լավ է զգում իր տան եւ մարմնի մեջ։ Ես այսքան կիլոգրամ քաշ ունեմ, զբաղվում եմ օրինակ սպորտով, սնվում եմ առողջ, զգում եմ ինձ լավ, չեմ զգում գերհոգնածություն եւ այլ, հա, դուք եւ ձեր տունը միգուցե ձեր տան հետ կապված ձեր պահանջները կլինեն այլ, ես ասում եմ օրինակ իմ պահանջները, նույնիսկ դա պահանջները չի, իմ ցանկությունները կախված իմ մարմնի հետ։ Երկրորդ տեղում մեր անձնական կյանքն է։ Եվ մենք շարունակում ենք գրել մեր երազանքները կամ նպատակները մեր անձնական կյանքի հետ կապված։ Ես ունեմ երջանիկ եւ առողջ հարաբերություններ։ Ես եւ իմ կողակիցը կամ ամուսինը կամ ընկերը ունենում ենք հանդիպումներ շաբաթական 5 անգամ։ Նա ինձ նվիրում է ծաղիկներ շաբաթական 1 կամ 2 անգամ։ Մենք խոսում ենք ամեն ինչից միասին, մենք ճանապարհորդում ենք։ Նա ընդունում է իմ մեջ այս եւ այս հատկությունները։ Ես ընդունում եմ նրա մեջ այս եւ այս հատկությունները։ Արդեն դուք ինքներդ ներկա ժամանակաշրջանով պետք է խորանաք եւ հասկանաք ձեր պահանջմունքները անձնական հարաբերությունների հետ կապված եւ այդտեղ գրեք։ Երրորդ տեղում են մեր երեխաները, եթե մենք ունենք երեխաներ։ Ինչու են երրորդ տեղում մեր երեխաները, որովհետեւ եթե մեր մոտ լինեն երկրորդ տեղում երեխաները եւ հետո նոր կողակիցը, մի զարմացեք նրանից, որ դուք եւ ձեր կողակիցը ապրում եք հարևանների պես, հեռվանում եք իրենից, առօրյան եւ կենցաղը մտնում է եւ սկսում եք քայքայել ձեր կյանքը եւ քիչ-քիչ դուք դառնում եք օտար մարդիկ, մինչև երեխաները մեծանում են, դուք էլ չեք ուզում ապրել ձեր կողակցի հետ։ Կողակցի հետ սիրային, գեղեցիկ, լավ հարաբերություններ պահելը նույնպես աշխատանք է, որը պետք է անենք։ Երրորդ տեղում են մեր երեխաները։ Պատկերացնում ենք մեր երեխաներին եւ գրում ենք մեր երազանքները մեր երեխաների հետ կապված, օրինակ։ Իմ երեխաները առողջ են, գեղեցիկ, խելացի, սովորում են, այն ամենը, ինչ դուք եք պատկերացնում ձեր երեխաների հետ, օրինակ, չեն ապրում փողոցային կյանքով, հետաքրքրված են սպորտով կամ նրանով, ինչով դուք եք ուզում, մոտ են ինձ հետ, կիսվում են, պատմում են ինձ իրենց մասին, ագրեսիվ չեն, կռվարար չեն,
Օրինակ, ես բերում եմ օրինակներ իմ վիզուալիզացիայից, դուք կարող եք ինքներդ կազմել ձեր ցուցակը, հա։ Որից հետո անցում ենք կատարում մեր ռեալիզացիային։ Գրում ենք. Ես օրինակ աշխատում եմ ամսական այսքան դրամ։ Օրինակ, ամսական 2 միլիոն դրամ։ Ինչու եմ միանգամից ոչ շատ փոքր գումարի օրինակ բերում, որովհետև այդ այսպես ասած արգելքները դրված են լինում մեր ուղեղի վրա եւ հաճախ մենք չենք կարողանում երազել մեծ, որովհետև ունենք արգելքներ, որոնք դրված են մեր ուղեղում սոցիումի կողմից։ Օրինակ, մենք լսել ենք փողի հետ կապված տարբեր սահմանափակումներ մեր ծնողներից, մեր շրջապատից, մեր դպրոցում, մեր մանկապարտեզում, մեր ընկերներից եւ մեզ թվում է, որ մեր օրինակ պատալոկ գումարը, որ մենք կարող ենք աշխատել, չգիտեմ, $1000 է։ Բայց իրականում թույլ տվեք ձեզ երազել, գոնե երազանքների մեջ եղեք շռայլ։ Եվ կտեսնեք, թե ինչպես է ձեր ուղեղը եւ ձեր ենթագիտակցությունը կոտրում կարծրատիպերը։ Հաշվեք, նստեք հաշվեք, որ գումարի դեպքում դուք կլինեք երջանիկ։ Թույլ տվեք ձեզ երազել եւ պատկերացնել այն գումարը, որը ունենալով դուք կլինեք երջանիկ։ Մի սահմանափակեք ձեր երազանքը գումարի հետ կապված։ Օրինակ նստում եք ու գրում եք, որ դուք երազում եք, որ ձեր երեխան գնա այսինչ դպրոց, դրա գումարը այսքան է։ Դուք երազում եք տարվա մեջ այսքան անգամ ապրել այսքան երկրներում, դրա գումարը կազմում է տարեկան այսքան։ Դուք երազում եք ունենալ այս կոշիկները, այս պայուսակը, դրա գումարը այսքան է։ Դուք երազում եք ունենալ այս տունը, դրա գումարը այսքան է։ Գումարում եք այդ գումարը, բաժանում եք ամիսների, հասկանում եք, թե ինչքան գումար դուք պետք է ամսական ունենաք եւ ձեր երազանքների մեջ գոնե գրում եք, որ դուք արդեն ունեք այդ գումարը։ Ես ռեալիզացված եմ, օրինակ իմ դեպքում ես կարող եմ ներկայով գրեմ, որ արդեն պատրաստ է իմ գիրքը, բեսթսելեր է։ Դուք կարող եք գրել, որ ձեր մասնագիտությամբ դուք ամենապահանջված մասնագետն եք, գումարը ձեր մոտ գալիս է շատ արագ եւ հեշտ, կարող եք գրել, որ դուք իրականացրել եք այսպիսի մարաթոն, այսպիսի տրեյնինգ, ունեք օրինակ active age, որով ունեք այսքան հետևորդ, ամեն մեկինը իրանն է, ինչ որ մեկը արդեն երրորդ բիզնեսն է հնարավոր է բացում եւ գրում է դա ներկայում, ինչ որ մեկի համար ռեալիզացիան մասնագիտության փոփոխությունն է, ինչ որ մեկի համար ռեալիզացիան նոր գիտելիք ձեռք բերելն է, ամեն մեկը գրում է իրենը ներկա ժամանակով եւ չի վախենում, նորից եմ ասում, երազել։ 4-րդ տեղում է մեզ մոտ ռեալիզացիան, արդեն ասացի, 5-րդ տեղում է մեր ընդհանուր սոցիալական դիրքը, մեր ընկերները, ինչով ենք զբաղվում ազատ ժամանակ, հոբիները։ Հնարավոր է այստեղ գրենք օրինակ, ես ունեմ ընկերներ, այնպիսի ընկերներ, ովքեր գաղափարակից են, ովքեր ինձ նման են մտածում, նոր շրջապատ, ում հետ ես կկարողանամ աճել եւ զարգանալ, քննարկել գաղափարներ, ովքեր ինձ չեն իջացնի ներքև, չեն տանի դեպի վատ սովորույթների, ովքեր ում հետ ես կկարողանամ գնալ դեպի իմ ավելի լավ, ավելի կատարելագործված տեսակը, ում հետ ես կկարողանամ քննարկել կրթությունը, բիզնեսը, աշխատանքը, անձնականը ավելի նոր լեվելների վրա, այստեղ կարող է լինել ձեր հոբիները, ես արդեն օրինակ նկարում եմ կամ հայքինգ եմ անում, այն հոբիները, որոնք դրված են եղել այն սև արկղի մեջ փակված եւ դուք թույլ չեք տվել ձեզ, որ դուք անեք։ Երբ վերջացնում եք այս ծրագրավորումը, ինքնածրագրավորումը, գրեցիք, դա կարող է լինել մի քանի էջ, սկզբի համար կարող է դուք ընդհանրապես հասկանաք, որ դուք նույնիսկ չգիտեք ինչ եք երազում եւ գրեք մեկ էջ, դա նորմալ է, ուրեմն դուք շատ քիչ եք ձեր հետ աշխատել եւ ձեր ենթագիտակցությունը չգիտի ինչպես ձեզ հետ խոսի, փակում եք ձեր աչքերը, աշխատում եք անջատել ուղեղը,
Իմիջիալոց ես կարող եմ մեդիտացիաներ բռնել, որտեղ կարող ենք վիզուալիզացնել մեր երազանքները։ Եթե դա օգտակար է, եթե դա կուզեք, կխնդրեմ կոմենտներում մի քիչ ավելի ակտիվ լինեք, գրեք, որ ես հասկանամ դա պետք է եւ անեմ այդ մեդիտացիան, որpիսի դուք դնեք ուղղակի ականջակալներով, փակեք ձեր աչքերը եւ հեշտ վիզուալիզացնեք։ Այս վիդեոյի մեջ ես ուղղակի կասեմ տեխնիկան։ Փակում եք աչքերը, թուլացնում եք մարմինը, անջատում եք ուղեղը եւ կենտրոնանում եք սրտի վրա, միայն սիրտն է կարևոր, միայն այն, ինչ դուք զգում եք, ընդհանրապես կարևոր չէ միտքը, աշխատում եք ուղղակի զգալ սրտով, որ դուք արդեն ունեք այն ամենը, ինչ գրել եք հերթով։ Ունեք այդ երջանիկ անհոգ հարաբերությունները, ունեք այդ իդեալական հարաբերությունները ձեր երեխաների հետ։ Ունեք այդ բիզնեսը, այդ աշխատանքը, ռեալիզացված եք։ Օրինակ ես կարող եմ պատկերացնեմ, որ իմ գրքի պրեզենտացիան է, լիքը աղջիկներ են եկել, հա, էլի չեմ սահմանափակվում միայն աղջիկներով, լիքը մարդիկ են եկել, բեսթսելեր է իմ գիրքը, տարբեր տեղերում դրված է, բոլորը գնում են, բոլորը կարդում են, բոլորի կյանքում դրական փոփոխություններ է լինում։ Կարող եք պատկերացնել ձեր bank account-ը, ձեր հաշվեհամարը եւ որ դուք դրա վրա ստանում եք այն իդեալական գումարը, որը դուք հաշվել եք ձեր համար, այն մեծ գումարները, որոնք թվում են անհասնելի, անհասանելի, դուք ստանում եք այդ գումարները։ Որից հետո երկար ժամանակ փորձում եք մնալ այդ էներգիայի մեջ։ Ու հետո օրվա ընթացքում սկսում եք ձեզ պահել այնպես, ասես դուք արդեն ունեք այն ամենը, ինչ պատկերացնում եք։ Օրվա մեջ ձեզ թույլ եք տալիս լինել այնպիսին, ինչպիսին եք դուք ձեր երազանքների մեջ։ Ամենակարևորը այս ինքնածրագրավորման պրակտիկան չի կարելի անել ընդամենը մեկ անգամ եւ թողնել։ Այս ինքնածրագրավորման պրակտիկան կարելի է անել եւ պետք է անել առավոտյան եւ երեկոյան։ Այսինքն քնելուց առաջ եւ արթնանալուց հետո ոչ թե մտնում ենք հեռախոս, այլ վերցնում ենք տետրը, գրում ենք, պարկում ենք, ծրագրավորվելով մեզ, քնում ենք։ Արթնանում ենք, մեզ ծրագրավորելով արթնանում ենք։ Ինչի՞։ Որովհետեւ մեր ուղեղը առավոտյան եւ երեկոյան ամենաբացն է, ամենափափուկն է, ամենազգայունն է եւ այդ հոգեկան վիճակով արված տեխնիկաները լրիվ գնում են մեր ենթագիտակցություն եւ հետք են թողնում այնտեղ ու դուք կզգաք սա գիտականորեն արդեն ապացուցված է, որ երբ մենք խաբում ենք իրականությանը, մենք կարծես ծրագիր ենք եւ երբ մենք խաբում ենք իրականությանը, որ մենք արդեն ունենք այն ամենը, ինչ մենք ուզում ենք ունենալ, մեր ուղեղը սկսում է անել այնպիսի քայլեր, որոնք պետք է արվեն այդ բաները ունենալու համար։ Սրա օգտակարությունը կարելի է ստուգել միայն անելով, ես իմ կյանքում բազմիցս իմ ծրագրավորած բաներին հասել եմ։ Իմ YouTube-յան ալիքը այն է, ինչ ես ծրագրավորել էի, այն, որ ես հիմա անում եմ on-line coaching-ներ, դա այն էր, ինչ ես ծրագրավորել էի։ Ես ապրեցի քաղաքից դուրս, դա նույնիսկ հենց այնպիսի տուն գտա, ինչպիսին ես ծրագրավորել էի եւ զգացել էի։ Իմ հարաբերությունները իմ ամուսնու հետ այսպիսի լավ, այսպիսի համերաշխային, ինչ ես ծրագրավորել էի։ Այժմ էլ ունեմ շատ բաներ հետաքրքիր ծրագրավորած, որոնց մասին անդադար մտածում եմ, խորանում եմ, տեսեք, երբ որ դուք ծրագրավորում եք, հնին մի բացեք, բլոկնոտով հինը մի կարդացեք, ուղղակի արթնանում եք, նստում եք եւ նորն եք սկսում անել։ Արթնանում եք, քնելուց առաջ դնում եք, նորն եք անում, դատան գրեք, օրը գրեք, որ հետո իրականանա, հետ գաք եւ ասեք ինձ, որ իրականացավ։ Ինչն է ապացուցված, հա, ապացուցված է, որ մեր ենթագիտակցությունը չի տարբերում իրականությունը արհեստականից։ Երբ մենք անում ենք այսպիսի պրակտիկաներ, մեր ուղեղը սկսում է մտածել, որ դա արդեն այդպես է, ու մենք եթե առաջ կմտածեինք, որ մենք օրինակ ամսական 100,000 պետք է աշխատենք, մեր ուղեղը սկսում է մեծ մտածել ու օրինակ 2 միլիոն աշխատելու պլան է մեզ տալիս անկախ մեզանից։ Մեկ էլ դուք նստած եք, արդեն 1 ամիս է պրակտիկա եք անում։ Ձեզ թվում է դուք շատ հարուստ եւ սենց մարդ եք, travel անող եւ այլն, ու մեկ էլ հոպ ձեր ուղեղը տալիս է ինչ որ մի
ազդակ, որ ես կարող եմ սա անել, ես կարող եմ սա անել, որպեսզի աշխատեմ այս գումարը։ Ինչի ես չզանգեցի այս մարդուն ու սա չառաջարկեցի։ Ես տեսա այս մարդուն, ես որ իրան սա ասեի, հնարավոր է որ այդ գումարին գայի։ Կամ եթե դուք վիզուալիզացնում եք ձեր տղամարդուն լրիվ արդեն 1 ամիս է, անկախ ձեզանից ֆիլտրվում են այն տղամարդիկ, ովքեր չեն մտնում, այս կրիտերիաների մեջ, եթե դուք տեսնում եք, որ ինքը այդքան էլ ձեր պատկերացրած վերաբերմունքը չունի ձեր հանդեպ, դուք արդեն իրան ֆիլտրում եք։ Խնդրում եմ տղամարդ վիզուալիզացնելուց, արդեն մի քանի անգամ ասել եմ, իր ֆինանսները չի կարևոր, վիզուալիզացրեք իր վերաբերմունքը ձեզ։ Ընդհանրապես այս ամեն ինչը վիզուալիզացնելուց կարևոր է շատ կենտրոնանալ ֆիլինգներին, ոչ միայն վիզուալիզացրեք նյութականը, այլ վիզուալիզացրեք ձեր զգացողությունները։ Մի վիզուալիզացրեք, որ ես այդ 2 միլիոնը ստացա։ Դուք վիզուալիզացրեք ինչքան ուրախ եք դուք, ինչ եք անում այդ գումարով։ Մի վիզուալիզացրեք ինչ որ sense այս տեսքով տղամարդ, վիզուալիզացրեք, որ ինքը ինձ սիրում է, ես ինձ իր հետ երջանիկ եմ զգում։ Մի վիզուալիզացրեք իմ երեխան գիտի անգլերեն, ավելի շատ վիզուալիզացրեք, որ մենք լավ հարաբերություններ ունենք իրար հետ եւ այլն, որովհետեւ այս տեխնիկայի վտանգավոր լինելը նաեւ որ այն սովորություն ունի իրականանալու եւ ես կուզեմ որ ձեր մոտ իրականանան ձեր իրական ցանկությունները։ Նույնիսկ ես մտածում էի այս տեխնիկան տամ, թե չէ, որովհետև այն իրոք օգնում է ու հաճախ մենք չենք հասկանում մեզ ինչ է պետք եւ կարող է սխալ բաներ ուզենք տիեզերքից ու ինքը մեզ տա ու մենք էլի երջանիկ չզգանք։ Խնդրում եմ շատ մտածեք այն ամենի մասին, ինչ ձեզ իրոք ուրախացնում է, իրոք երջանկացնում է։ Մի կենտրոնացեք միայն նյութականի վրա, նյութականը նույնպես կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է ձեր հոգու ինքնազգացողությունը ձեր մարմնի մեջ։ Մի մոռացեք սրա մասին։ Մաղթում եմ ձեր բոլորի երազանքներին իրականացում։ Ես հիմա արդեն ունեմ առանձին էջ իմ Instagram-ում, որը տակը կնշեմ, կխնդրեմ follow լինեք այդ էջին, որովհետև այդտեղով short հետաքրքիր վիդեոներ եմ գցելու, տրեյնինգները եւ ամենը տեղով եմ բացելու։ Follow եղեք իմ Telegram-յան ալիքին, որտեղ շատ ինսայթներ եմ գրում, շատ նորություններ եմ գրում ինքնազարգացման հետ կապված, որոնք դուք չեք գտնի իմ YouTube-յան ալիքում։ Եմ նաեւ one-one coaching session-ներ, շուտով պլանավորում եմ անեմ մեծ training, որտեղ բոլոր աղջիկները կկարողանան գալ եւ մասնակցել, ծանոթանալ։ Բացի այս ամենից, եթե դուք ուզում եք անվճար coaching session ինձ հետ, ապա նշում եք իմ վիդեոներից որևէ մեկը ձեր Instagram-յան story-ում եւ ուղղակի նշում եք, որպեսզի ձեր ծանոթները follow լինեն։ Գրում եք comment, որից հետո իմ edge-ին անձնական, որը տակը նշված է, կամ live grade 11 edge-ին, գրում եք, որ դուք նշել եք ինձ story-ում եւ comment եք թողել։ Այդ մարդկանց մեջից ես կընտրեմ այն մարդուն, ում հետ կանեմ հաջորդ անվճար coaching session-ը։ Այդքան է, ես ձեզ սիրում եմ, հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք ունենալ ավելի երջանիկ, ավելի առողջ, ավելի հոգևոր եւ ավելի հանգիստ կյանք։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։